Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Այսօր ապրիլի 7-ն է, օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլոր հայ կանանց աղջիկներին ապրիլի 7-ի համար, եղեք միշտ առողջ, գեղեցիկ, երջանիկ, սիրված եւ հարգված։ Ինչու, որտեվ ապրիլի 7-ը սա իրոք հայ կանանց տոնն է, ոչ թե մարտի 8-ը ջհուդական տոնով։ Անցնենք այսօրվա հաղորդման։ Այսօրվա հաղորդումը ինչպես միշտ կազմված է 3 մասից՝ Հայաստան միջազգային եւ պատմական։ Հայաստանից ներկայացրել եմ մի քանի դրվագ, որը ուզում եմ որ պարտադիր դուք լսեք։ Նախ կա մի տիկին, պայմանական անունը Նարե Հարությունյան, որի իսկական անունը ոչ մեկ չգիտի, որը ժողովրդից հավաքում է փողեր, իբր օրինական տանում է Եվրոպա, հիմնականում Լեհաստան եւ այլն աշխատացնելու ու փախնում է։ Ինձ գրել են մի քանի մարդ, որոնք գտնվել են այս տիկնոջ հարվածի տակ, մեկի մոտ իմիջիալոց ուրիշ անունով, մյուսի մոտ ուրիշ անունով, այս տիկնոջը արդեն դատական պրոցեսով կանչել են դատի տակ են հիմա դնում, արդեն գնում է գործը քննիչ է, բայց ոնց ասում են Երևանից դիմել են Վարդենիսի քննիչ, Վարդենիսի Երևանից դատախազություն ուղարկել է դատավորներին դատարանը Վարդենիսում էլ, բայց ասում են քննիչը ինչ որ դանդաղում է։ Կխնդրեի, խնդրանք է սա որպես, աչալուր լինեք այսպիսի մարդկանց, քանի որ հարյուրավոր, հազարավոր Հայաստանի քաղաքացիներ չունենալով աշխատանք, մարդը մտածում եմ միտեղ գնա օրինական աշխատի գա, ոչ փախուստ տարե, ոչ բան թղթեր օրինական տվե, բոլորի ձեռքերը կա բանկի թղթերը, վճարած թղթերը, այդ ֆիրմաների մարդկանց առնում խափում են։ Կխնդրեմ ավելի ուշադիր լինեք այս մարդկանց, որտեղ խապկանքը դա ամենատականք բանն է։ Ֆիրմաներ կան, որոնք մարդկանցից փող առնում ու փախնում են։ Սա ամենաայլասերված բանն է։ Իմիջիալոց այս խափողներին պիտի ամենածանր դատական հոդվածը հասնի, ամենածանր, որտեղ մարդը ինչ ան, մարդը հույս ունի երեխու հացից կտրում է գնում բանկից փողա վերցնում, որ աշխատի բերի եւ բանկը տա եւ երեխուն, դուք վերջի փողը առնում գնում եք, ամենավերջի այլասերվածությունը։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, երեք ներկայացրեցին Հայոցյանին թուրք, որ դեմ է կանգնում Հայաստանի զենքարդյունաբերության եւ այլն, պարզվում է, որ այս Հայոցյանի հորեղբայրն է Լևոն Տեր-Պետրոսյանի քիփն է։ Կոնգրեսի քիփն է Լևոնի աջ ձեռքն է։ Ահա թե որտեղից է գալիս, հետո էլ ասում եք մենակ Նիկոլներ, սենց հələ Լևոնի թիմից է դուս եկող փնթիկները կան, որոնք իրար հետ էին բերի Նիկոլին, ասում են թե չէ Նիկոլն է թշնամի։ Թշնամին դուք սկզբից եկաք, որպես դոն եկաք ղեկավար, դոնին ավելացրեցիք ձեր համար 2 տառ ու կործանեցիք ձեր նմաններով Հայաստան։ Այս ձեզ Ձեր հարցը շատ ծանր ալնելու համբերեք։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, այսօրվա հայ վարորդի արածներ, որի մասին ոչ թե ապշելիք է, որի մասին ուղղակի զգուշացնել է պետք։ Նախ ոմն Գեղարքունիքից եկած վարորդ կոնֆետա հյուրասիրում իր ուղևորներից մեկի երեխան վատանա, տանում են հիվանդանոց, ասում շատ ծանր է, բժիշկների կյանքի համար պայքարում են։ Հայրը շտաբ զանգում է, հայրն է, ընկերն է, ով է, բարեկամն է, չգիտեմ, զանգում է ոստիկանություն, անուն չէր նշված։ Հա, զանգում է ոստիկանություն եւ ոստիկանությունից այդ մարդուն բերման են ենթարկում, յանդես, տաքսու վարորդ։ Այս մարդն էլ ասում է, կոնֆետները ինձ հյուրասիրել են օտարեր գրացիք, ես այդ էս երեխայա մի հատը տվեցի իրան։ Ուրեմն ուզում եմ զգուշացնել, որ շատ զգույշ պիտի լինեն բոլոր թե վարորդները, թե հաճախ ուղևորները, հարգելիներս։ Նախ վարորդին, վարորդ, հիմա բռնել են վարորդին, ուզում են տեսնեն դա ճիշտ է թե սխալ։ Հարգելի չեմ ասի, վարորդ, որտեղ հարգելի չի կարող լինի այն մարդուն, ով որ վերցնում է ալոյից, տալիս է բալոյին, չիմանալով մեջ ինչ է։ Կարող է թուրքերն են, հավանաբար, եթե վերցնենք վարորդը ճիշտ է, ինքը չի տվել այդ տեղը։ Թուրքեր եկել են Հայաստան, ռազմետկային տվել են, որ դու ոչ թե մի երեխու թունավորես, այլ վատանաս քշելու ընթացքում մեջը լինի 3-4 հոգի, թեկուզ այդ ամբողջ ընտանիքը տաներ կործաներ։ Դու չես փորձը, տվել ես ուրիշի։ Այնպես որ բոլոր վարորդներն են զգուշեղեցիք, ոչ մեկից ոչինչ մի վերցրեք եւ մի էլ հյուրասիրեք, ծնողներ, երեխաներ, մարդիկ դուք էլ զգուշեղեք վարորդից, ոչ մի բան մի վերցրեք։ Ուղղակի սա ավելի ապահով է լինելու։ Դե չէ տենց լինի լծվելու են տեսել են հայի բնավորությունը հյուրասեր բան,
վարորդներին են հյուրասիրելու կամ վարորդը հաջորդ պատվերին տանի գլուխն ուտի իրենն էլ հետը, կամ հակառակը վարորդն է տես միամիտ հյուրասիրի այդ մարդկանց հետ մի բան լինի։ Այս հարցը պիտի կարգավորվի ու շատ խիստ օրենք անեք, որ հանգարցակի մեկը մյուսին հյուրասիրեց, վերջ։ Օրինակ կյանքում դու չես կարող ոչ Գերմանիայում տաքսու վարորդին ոչ հյուրասիրես, ոչ ինքը քեզ։ Չկա այդ իրավունք չունես դու ուղղակի։ Անցնենք հաջորդ հարցին, որի համար ես երեք եմ ուզում ճիշտ ասած խոսել, այսօր արցախցիները շատացել են, ինչ-որ դուրս են եկել իբր փող նախարարը, փոխնախագահ, վարչապետը, Սևշունը դուրս են եկել խոսելու։ Նախ ասեմ ձեզ հետաքրքիր է, արցախցիների հարցի համար արտաքին գործերի նախարարությունը երեք արեց մի լկտի հայտարարություն, որը պարզ երևում է, որ թուրքի լամուկներ են, եւ սրա համար էլ եմ ասել, Արաբադ, դու որպես թուրքական Թուրքիայում մեծացած, Թուրքիայով անցած իրանց չոր ու փափուկ անկողիններով անցած մարդ դու պատասխան ես տալու։ Հայտարարություն է տարածում, մենք ուզում ենք Արցախի հարցը լուծենք, քանի որ Արցախի ղեկավարությունը իրենք չեղարկեցին, բայց այդ Արցախի ղեկավարությունը ում մարդիկ էին, ձեր բոլորի մարդիկ, քո հենց Նիկոլիդ հետ լպստվող Արայիկ Ծուրբերյան եւ մյուսները, ասում են չեղել ընդհարվեցին, էլ Արցախի հարց չկա, ստեցություն։ Գնացեք Արցախցիների հարց չկա, վերջ, բրծավ, մենք հետ չենք դառնալու այդ հարցը։ Հասկանում եք ինչա նշանակում։ Ծախել ամեն ինչ արել են բոլորը միասին, էլի եմ կրկնում, թող ոչ մեկ չասի մենակ Նիկոլնա, Սերժնա, Ռոբնա ու Լևոննա։ Հիմա էլ մարդկանց ջրում են, չկա երկիր, չկա ոչինչ։ Արցախցիներ մի հատ բարձրացեք մեռը ասելով, իմիջիալոց այս երկու օրը կհրավիրենք, ես նոր եմ գործերս բրծել, կհրավիրենք արցախցիներին, ասենք տղեկ ջան, բա ինչի չեք բարձրացնում ձեր թալանացի հարցը։ Կարճ կոնկրետ։ Ձեր երկիրը թալանին բերին, ինչի չեք ասում։ Բարգիշտին այդպես տարակ, պարտակեցիք, սա տարել էր Շուշիի փողերը, Ստեփանակերտի գոհացե բերել էր, իբր հանիկ, վայ հանիկ, բա բերեք հարցի դեմ դրեք, խի հանիկ։ Ինչի չեք բերում դատեք, ոչ մեկի։ Ինչի Արցախի ոչ մի ղեկավար, բանկի նախագահ, տեղակալներ, բաժնի վարիչներ, ասել եմ քաղաքապետեր եւ այլն դատված չեն։ Այս ամբողջը դուք դրանք է պահանջեք նաև, որ արդարացի լինի, թե չէ ձեզ ուղղորդում են բգո, մգո, դաշնակ, մաշտակ, ասում են գրացեք, մենակ ասեք Նիկոլ տուր։ Հա, պարզ է, Նիկոլն էլ նրանց հետ աղբեր, նրանց հրամանով ասում է, դե դուք ստորագրեցիք, Արցախ չկա, վերջ, ուրեմն չկա։ Բայց ստորագրող մեկը Շարամանյանն է, Շարամանյանին բերեք հենց իբա հրապարակ ոտից թարս կախեք, բրիտվեն է դրեք կողքը ամեն մեկ անցներս մի կտոր հանեն, որ էշեշ չխոսար խալով են թուրք իրա ջեյխունի նման, իրապես մի խույն էլ էսեր, ասում է բան են, ակը կամ կլոխդ կջարդեն, որ վրես կորում եք, դու այդքան կաց, որ Երևանում մեկի կլոխ ջարդես, այ համբալ։ Հələ սպաս այդ կլոխ ջարդելու համար ինչ պատասխան ես տալու, ստորագրիր հանձնի։ Այս բոլոր գործերը կավարտվի մի դեպքում, եթե արցախցիները արդար կոչի գնան։ Մենք կխոսենք ու կասենք դա, եթե արցախցիները ուզում են իրենց հարցի արդար պատասխան ստանալ, մենք կկարողանանք օգնել։ Եթե ուղղակի ընկնելու է սրաներա ջրի տակ, հերթական խաղն անելու, մարդկանց հանեն փողոց նորից տանեն տուն։ Ոնց որ բգոն գալիս է լակմուսի թղթի պես, տեսնում ով միջներից ակտիվ է, բռնել է տալիս տանում գործ։ Եվ ուզում եմ զգուշացնել, որ վաղը երեկոյան մեր մոտ ուղիղ եթեր կլինի Զարուհի Փոստանջյանը կխոսի Եվրոպայի թղթերի համար, ովքեր կցանկանան իմ Telegram ալիքը կգցեն կնային, իսկ ովքեր չէ կարող են հաջորդ օրը ինտերնետով նայել։ Հարգելիներս, ինչ գրեք, չգրեք, ես պետք է իմանամ բոլորի խոսակցությունը, որից հետագայում մենք ունենանք տակը խնդրում եմ, ինչ գրում եք ձեր կարծիքն է, վիրավորական մարդուն բաներ մի գրեք։ Հիմա գրեք, հարցը տվեք, այդքան կակ մտեք Telegram ալիք, ներողություն խնդրեք, հարց վերցեք, կուլտուրական, ոչ թե մի հատ այն անասունի պես որ բլոկեցինք թմով գնացին էժան կագեբեիչնիկների, նորմալ հարց տվեք, մարդուն ասեք, էս ինչի ասենց, էս ինչի անես, թե չէ ձեր թյուր սուբյեկտիվ կարծիքը ոչինչ չի։ Բարձր, մենք հարց կտանք թե Եվրոդատանի պահով, թե Արմեն Բիլյանի ու Պավլիկի գործի պահով, թե մնացած պայերով, այնց որ մարդիկ պիտի Հայաստանի Հանրապետությունում լինեն տեղեկացված ու պարզ, ոչ թե լսեք, ասում են Պողոսը Նիկոլի Վարդանի մորքուրի տղու հորողբոր թորն, չէ, ամեն ինչը պիտի պարզ լինի, ու սուբարդինացիան պայեք մարդկանց հետ, որ ամեն ինչը ճիշտ լսեք, չդառնային խուժան բևերին, որ արտակին կանչել են, իրանց կաշխայքով հիմա ընկած ման են գալի, ով որ ծակը մտնի, որ հանգարցակի ձեռից չընկնի, մանավանդ այդ դրած փնթիները, ընկած ման են գալի, որ ծակը մտնեն, որովհետև բռնել են, որ ծակը ոտ ծակից պոկել է, ասել է,
Մանավանդ այդ որ բերել էին ու այն ծուռ բերան Պուարոյդ այն բժիշկ կոչեցյալ բժիշկը ընդհանրապես կրթություն ունի չունի հայտնի չէ այդ ապրանքը խնդում էր փոխանակ դու սաստես կուսակցության ղեկավար հələ փորձի մեկը քոչարից մտնի իմ իմացած մարդկանցից մեկին անտեղի հայոյի բանանի 3 վայրկյան հետո իրանք անեմ կշպրտեմ 3 վայրկյան ու կասեմ տարեք ինչ ուզում եք արեք առանց իմ իմանալու մտնի փորձի տենց անմակարդակ հարց տա ու ես է ծիծաղամ չի կարելի դա գեղեցիկ չի դա գրագետ մարդու բան չի դա կուսակցություն ազգային ներկայացնելու չի ոնց ինքն է տենց քայլում 90-ականների փողոցի պիժոնների պես է տենց իրա թիմն է պիժոն անցնենք հաջորդ հարցին Հայաստանից անցնենք մի հետաքրքիր հարցի նախ մի հատ ուրախացնեմ ձեզ բան ապրիլի 7-ով այ մարդ Արզականցյան եկել ես որովհետև ընտրությունները ալնելու սկսել ես եշեշ խոսալով էլի գա ժողովուրդ ուրախացնես ձեն քաշես քո էշության քանի կար կորել էիք ընտրություններից հետո կորակ վարչապետի ընտրությունից կորակ կնիկդ գնաց բռնվավ նստավ 25 օր գլուխը քյաչալացրել էին բանդանա էր կապում եկել ես ելույթ ես տալիս որ կիսվեն ինչ անեն ու բնականաբար որպես Սերժի շակալ բոլոր թերթերը կիսվում են ինչպես նաև Նիկոլի շակալ դե շակալը մնում է շակալ ասում է հարգելի ժողովուրդ ջան գողերը չէ մարդիկ երեք մեր տունը զնգած եւ այսպես ասած փորձել են մեր տունը այսպես ասած մեր տունը թալանել ժողովրդի բառով ասած գողեր մտնել ուրեմն խոզաբուծական ավարտած միջազգային կարգի քեզ բիզնեսմեն հայտարարած ու ընդհանրապես դեղից ենկոմ գլուխ չքաշած որ բառերի հետ նո առաջ չջոգող մարդ այսպես ասած գող դա նշանակում է գողեր չեն ինտելիգենտներ են ցանկացած բառի դեպքում այսպես ասածը սկզբում դնելով կամ հետո դնելով այդ միտքը դու հերքում ես այսպես ասածը դա հերքման միջոց է իհարկե ոչ իհարկե այո հիշեցնեմ էլի գոնե մեկ նայ լսի այ ոչխար ասում է որ ես շնորհակալություն եմ ուզում հայտկապես հայտնել բան ասել ծնողներիս որ ծնվել եմ այն անգամ ոստիկանությունը որ շատ լավ եկան ժամանակին եւ այլն ստեսություն ձեզ մաղթում եմ լավոր եղեք լավ եղեք առողջ եղեք այդ բաժակի կենացեր թե ուզեր հիշեցնել որ կոնոման ոչխարը պետք է էլի մեջտեղ երևա ինչ որ է այս ուրախությամբ է փակենք որտեվ մեր ազգի մեջ մարդ կա որ հաճելի է իրան կլոուն հայոյանք լսել է էջի տակ մի հատ նորմալ գրած բան չկա գցել է վիդեոն չասել հաջորդ ինչի մասին ուզում եմ անդրադառնալ միջազգային լուրերն են որը բավական կարևոր այսօր ուրախալի լուր է այն որ ասում էի թուրքն ու ջհուդը մի օր խփելու են չէ իսրայելական հրթիռներից զոհվել են թուրքական ինժեներները բազայի Ես դեռ ծաղիկ ինժեներները զոհվել են չեն ասում 5 են 7 են 10 են ինչ են դե գծագրում էին հսկական բազասարք էին թե ինչքան սա դեռ ծաղիկներն է հələ ուր եք հələ ինչերա մեռնելու ցույցերը բնականաբար Թուրքիա չեն Հանգստանում իսկ հաջորդ հարցը Ալիև ասել ենք չէ դու պետք է գաս Հայաստանում գերի անցնես Նավթը միանգամից գցեցին ադրբեջանական նավթը մաքսիմումը ծախումը լավ որակը 59 վատ որակը 50 եվրո 50 դոլար բառելը 25 դոլարի դեպքում Ալիևը Ադրբեջանը սկում է 25 դեպքում ինքը հանելը նստում է 25 ինչու որտեղ ամենահին հանքերն են ամենախորը տեղից են հանում Հիմա 25 պետք է մնար բառելի մեջ, այդ բառելը ինչքան որ պարզ է, մի մասը Հռոմի Պապինն է, մյուս մասը Պուտինն է, մնացածն էլ Ալիևինն է, ժողովրդին, ինչ վարունգի պոչ։ Հիմա տեսնենք էլ ոնց են այս հարցը լուծելու, անկախ նրանից որ Նիկոլ Փաշինյանը այդ պայմանավորվում են երկու գյուղի կռշի տանիքի էսա կրակում, 3 հատի սրանք են կրակում, կոմեդիան ուրիշ տեսակ չի լինում։ Կոմեդիա։ Ուրեմն Իսկ Նիկոլիկը իր Ալիև աղբոր նման գնացել է ստուգվելու այսօր, վայ ստուգվելու, Նիկոլ թռնելու ճանապարհն ես, ասում է ռեգուլյար ստուգվում եմ։ Ինչի հենց այսօր գնացելու էդի տպեցին։ Թռնելու ճամփն ես, ճիշտ ես որոշում, մենք ասել ենք, դու թռի 20 հոգով։ Ուրիշ բան չենք ասել, 20 հոգի ասել են, ոչ Ավիննա մեջ ելնելու, ոչ Ռուբեն Ռուբինյանն ալնելու, ոչ Արաբատն ալնելու։ Տունդ մենակ 6 հոգի, մնացածում կվերցնես դու որոշի։ Ոչ է Ալիեն գրզոյի ստրիպտիզ բալեն։ Մնացածը դու որոշ։
Ուրեմն հաջորդ հարցը ինչի համար ուզում եմ անդրադառնամ։ Հարգելիներս, միջազգայինից հետաքրքիր հարց է։ Էս մեր մեռելը, որ գերեզմանից Արտաշիրի մել հանել են կաշե բեսպերտնին, տնեցիք չգիտեն, էս Խաչատուրյանը Վահագն գնացել է Դուբայ, մասնակցելու իբր ներդրմանը։ Ինչ որ փառատոն է ինչա զարգացման, բայց զարմանալիորեն նույն ժամին նրա հետ աթռել Ջեյհուն Բայրամովը։ Գնացիք էլի Նիկոլն էլ չթռավ Դուբայ Ալիևի այդ լիֆտի մեջ հայրենիքը վաճառեց։ Հիմա էլ դու ես գնում Խաչատուրյան մեռել։ Անկախ նայից կմեռնես, չես մեռնի թե սպիտակած մազերիդ ազգի հանդեպ թշնամությունը Լևոնի ոտի տակը լպստելով, Կրզոյի ոտների տակը լպստելով եկել ես, էլ իշխանության բերեցին դրեցին ազգանուն տել հանուն Կրզոյի Խաչատրյանից, բացեք տեսեք 91, 2, 3, 4, 5, 6, 7, 8, մինչև 2018-19 թվական ազգանունը տեղել է Վահագն Խաչատրյան, բերելով քեզ դնելով թագուհի Հայաստանի, այսինքն անպետք ապրանք, անվնաս աքլոր, դու դառար Խաչատուրյան, ի պատիվ Խաչատուր Սուքիասյանի։ Տես գլխիդ ինչ ալնելու։ Այնտեղ պայմանավորվելու են Ադրբեջանի հետ, չգիտեմ ինչ հարցով, ամենայնիվս թուրքերը թուրքերի հետ։ Հիշում ես Խաչատուրյան լրբի ծնված ինչ է իր ասում։ Հասկանում եք, ձեր արա ծնգնելու է ձեր երեխաների վրա, ոչ մեկ թող չասի իմ գողացածի համար երեխես մեղք չունի, երեխետ է վայելում ու դառնա քեզնից ավելի այլասերվածի տղա։ Բերեք նայեք բոլոր հարուստներին ու իրենց երեխեքին։ Բոլորին կառավարության անդամներին, ոչ մեկի տղան ծառայած չի, բոլորի տղեկը մարդասպանության մեջ են, բոլորի տղեկը նարկոման են, աղջիկ տղա, բոլորը հանցագործ, օլիգարխ ու ժողովրդի վրա մուննաթ եկող։ Անենց որ ծնողների արածը տարածում է երեխաների, թոռների, որտեղ այդ հոգով դաստիարակում եք։ Այդ հոգով դաստիարակում եք։ Պարզա, ուրիշ բան չեք կարող ասեք, դպրոց է գնում եք այդ ամենաթանկ Գազպրոմի դպրոցը բոլոր օլիգարխների երեխեքն ու թոռները։ Բայց շփվում է այլասերվածների հետ դառնում է իրանց նման։ Այդ բարքերի մեջ եք դուք աճացնում, որ ինքը հարուստ պետք է լինի, ինքը պետք է մուննատ գա, ինքը պետք է շոֆերի վրա թքի, էս անի, այն անի, ինքը ժողովրդի վրա հետո թքի։ Բա տենց եք սարքում, պատասխանատվություն է։ Փողը դրել եք, ինքը գիտի, որ փողը դրեց ինչ ուզի կունենա։ Ինքը գիտի, որ անձնական ինքնաթիռ ուղարկելու Իտալիա պիցան Իտալիայից ուտի, Նապոլի պիցան Նեապոլից ուտի։ Պարմիջանո պետք է պարմեզանը պարմիջանոից բերի, չգիտեք, որ տես բաներ կա Հայաստանում էլ։ Բա, այդ դրա համար բոլորը պետք է պատասխան տան։ Թոռ է թոռ։ Այն նորածինը չէ, ով որ արդեն զգում է այն երեխեն այն տարիքից, որ փողն է իշխում, վերջ, այդ արդեն վարի է գնացել։ Եվ հաջորդ հարցը ինչի համար ուզում եի անդրադառնալ այս միջազգայինից, Հայաստանի ատոմակայանը խոսքա, որ ուզում են տան չինացիներին, այն չինացիներին, որը Ադրբեջանի ու Թուրքիայի աղբերն է, հասկացանք, որ երկրի ղեկավարությունը իծն է թուրք են, Լևոնը թուրք, Քոչյանը թուրք, Ռոբը թուրք, Սերժը թուրք, Նիկոլը թուրք, բայց ատոմակայանը ինչի պիտի տան Չինաստանին։ Ֆրանսիա, Եվրոպա, բոլորը այդքան ուզում են, ինչի հենց Չինաստանին։ Այս հարցի մասով երկար խոսալու բան կա, ինչի Չինաստանին։ Որ ինչ անի, որ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ աղբերության գնա, ցանկացած ժամանակ հոսանքը ծախի, հա։ Չտածես, անջատի Հայաստանի հոսանքը, հա։ Որ Վրաստանին ու Թուրքիային Հայաստանը հոսանքա ծախում 18.5, 16.5 դրամով Հայաստանի ժողովրդին 50, հա։ Նիկոլը վերջի խաղերն ես անում ծախես թռնես, հիշեք, ժողովուրդ ջան, ցանկացած պայմանագիր աշխարհում, ասել եմ դարերով ու հիմա, թղթի կտոր է, ցանկացած պայմանագիր կարելի է չեղարկել մեկ օրենքով, մեկ վարկյանում, եթե տենց չլներ աշխարհում, այսօր ասեմ, կամ մոնղոլները կտիրեին, կամ ամբողջ աշխարհի տերը Տիգրան մեծը կլիներ, կամ ես իմ օսմանները կլինեին, կամ մյուսները։ Պարզ է, այդպես որ մի վախեցեք, թող հլա անեն։ Եվ այս բոլորից հետո ուզում եմ բոլորիդ անդրադառնամ, ասելով, որ մեր հայ ազնվական տների մասին խոսեմ նաև, ովքեր ապրում են Հայաստանից դուրս ու ստեղծել են ազնվական տներ։ Դրանց մասին կխոսեմ ամենաառաջինը մեր Գերմանիայում ստեղծված հայկական ազնվական տունը, որը հիմնել է
Հովանես Բապտիստ Քրիստափոր Հարություն Կալիադոր 1706 թվականին Պոլսում ծնվել է և եկել է Գերմանիա Ինգոլշտադտ, հետագայում եկել է նաև Հայդելբերգում իրեն դղյակ են տվել, հիմնել է ազնվական տոն է ստացել, քանի որ եղել է շատ գրագետ, եղել են ուժեղ, զբաղեցրել են հիմնականում Գերմանիայի կառավարության, Բավարիայի կառավարության, արտաքին գործերի նախարարության դիվանագիտական պետի պաշտոն, եղել են դատավորներ, եղել են նկարիչներ, նրանց ազգը հսկայական սերունդ է տվել, հատկապես աչքի է ընկել Հովանես Ադամ Ֆրեին Արթույնը, ցեղի անունը բոլորի կոչվել է Արթույններ, Արութիններ, ներողություն, Արութիններ, հարությունների, Արութինների ցեղ, և Արութինները երկար ժամանակ մինչև 1900 ես զարմանում եմ 10-12 թվականը բարձր պոստերի են եղել, նրանց հիմնական քաղաքը նստավայրը եղել է նաև Ինգոլշտադտը, քանի որ շատ են ապրել, չնայած տարածված են եղել և Մյունխենում, աշխատել են և Բեռլինում, տվել են այդ ազգից տվել են մենակ 5 Բունդեստագի պատգամավորներ, փոխնախարարներ, նախարարության առաջադեմ մարդիկ, նույնիսկ ունեցել են Հովանես Ադամը ուներ հսկայական նկարների, անտիկվար նկարների հավաքածու, որը նրա մահվանից հետո վաճառել են, ուրեմն նրանք թաղված են, մահացել են հիմնականում Գերմանիայի Պասսաու քաղաքում, բոլորը գիտեն, ես Պասսաուի մասին, ի նկատի ունեմ գերմանացիք կամ հաղորդում նայողներին շատ եմ ասել Պասսաու քաղաքը, ինչով է հայտնի, որ ինքը գտնվում է Ավստրիայի սահմանի վրա և Պասսաուում ինչի երևի հայերը մնացել են ըստ ինձ, քանի որ Պասսաուի եկեղեցին, որը կառուցվել է Հայ Գրիգորի և նրա 8 առաքյալների գերեզմանի վրա, 1000 թվին Գրիգոր հայը 8 առաքյալներով գալիս է և ամբողջ Բավարիան ստանում է քրիստոնեություն է տարածում, պարզ է, մինչև այսօր այդ կա է, մի քիչ տաքանա շատ ցուրտ է մեր մոտ, գիշերը -4 անում, ցերեկը 6-7 հազի, կգնամ կնկարեմ բոլորդ կտեսնեք, համենայն դեպս այս մեր հայկական տոհմը Արութինները, այսօր չգիտեմ իրենք կան թե չէ, որովհետև պատմությունը չի տալիս հաջորդ սերունդները 1900-ական թվերից հետո, բայց համենայն դեպս իրենք եղել են հզորագույն մարդիկ, եղել են Մաքսիմիլիան առաջին թագավորի, ինչպես նաև հռոմեական սրբազան կայսրության, գերմանական Բունդեստագի կարևորագույն անդամներ, արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական դպրոցների ստեղծողներ, նույնիսկ մեկին ավստրիացիները Ավստրո-Հունգարիայի ժամանակ գերի են վերցնում տանում են Հունգարիա, հետո նորից թողնում են, քանի որ Գերմանիայի չէին կարող պատերազմը գնալ այն ուղղությամբ ինչ որ պետք էր, իսկ նրանք որպես հզոր դիվանագետներ, մի քանի լեզու իմացողներ կարողացել են այդ հարցերը բավական լավ լուծել ու հետ են ուղարկել, դե բնականաբար ապրել են պալատում, Հայդելբուրգի դղյակում, մարդիկ եղել են ազնվականներ ու երկար ժամանակ, մոտավորապես դուրս է գալիս 200 տարուց ավել, իշխել են Ինգոլշտադտ և ստորին Բավարիայում մասում, ահա այսպիսի հետաքրքիր տեղեկություն ես ձեր համար ներկայացրեցի Գերմանիայի հայկական ազնվական տնից, որ շատ մարդիկ ասում են ինչը ներկայացնում ես, ասենք վերջի թվերը բա ուր է, ասենք ասում ես Բավարացիները Նորիկյան դինաստիա է եղել 1200 թվերի մեջ, 1000 թվի մեջ, ներկայացնում ես ինչ-որ անուններ Լևոն 6-րդ Լուսինյան, որը կանգնեցրել է այդ 1400-1450 թվերի մեջ, ես ներկայացրեցի մի ընտանիք, որը եղել է բավական վերջերս, իրենք ունեցել են բարոնի կոչում, բնականաբար պարոնի և ազնվականներ են, բավական մեդալներ ունեն, բավական հարգված են եղել, նրանցից Լյուդվիգ Արութինը նույնպես զբաղեցրել է ամբողջ այդ գնացքների և այլն ճարտարապետական Գերմանիայի կառավարության պոստը, որը ստեղծել է այս հսկայական աշխարհի ամենամեծ ու խիտ երկաթգծային սիստեմը, իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Գերմանիան լինելով այսքան փոքր Ռուսաստանից, Ամերիկայից, Չինաստանից երկաթգծերի երկարությամբ ավելի մեծ է երկաթգծերի երկարությունը, քան ամբողջ մնացածինը, քանի որ գերմանական երկաթգծերը շատ խիտ է, բոլոր գյուղեր բնակավայրերը մտնում է, ահա այսպիսի հոյակապ հայեր ենք ունեցել մենք, հարգելիներս, ես կցանկանայի, որ իմանայիք դուք էլ, որ հայը ամենտեղ հայ է, լավ հայը միշտ մնում է հայ, ունեն հսկայական գրված աշխատություններ տարբեր լեզուներով, ոչ միայն Գերմանիայի մասին, այլև Հայաստանի մասին, բայց զարմանալիորեն ես Հայաստանի մասին գրված տեղեկությունները
չգտա, ոչ թե նրա համար որ սուտ է իրենք չեն գրել, այլ քանի որ ես Գերմանիայում ես արդեն 10 տարի ման եմ գալիս գերմանացի պատմաբանների Հայաստանի մասին հայագետների գրությունները, բոլոր գրադարանները թույլ չեն տալիս համալսարաններից մեկը ասես կհերթագրվեք, 8 ամիս հետո կգաք, մենք կորոշենք, որ գիրքը քանի րոպեով թողնենք, կարդակ, այսինքն պատյասում եք, չէ, հերիք չի, հայերեն էլ չի, միջին գերմաներեն է, ես ինչ չեմ պատկերացնեմ, ոնց որ միջին հայերեն, պետք է մի քանի րոպե տան, ասենք 30 րոպե կարդա գնա մի հատ էլ 6 ամիս հետո արի, քաղաքն է գտնվում մեզնից մոտավորապես 460 կիլոմետր հեռու, չգնացի, իմաստը ո՞րն է, 460 կիլոմետր հեռու գնամ, որ 30 րոպեում 2-3 էջ կամ 4 էջը կարդամ, հա, ու ոչինչ չստացվի, հնա ինտերնետով ավելի շատ եմ կարողանում թարգմանելով կարդամ, իմիջիալոց ասեմ ձեզ, որ Գերմանիայում հայերի ներկայությունը շատ վաղուց է եղել, շատ քաղաքներում եղել են հայ նշանավոր բալետ պարուհիներ, եղել են ու կան մինչև հիմա հայ նշանավոր օպերային երգիչներ, երգչուհիներ, դաշնակահարներ, իմիջիալոց շատ ուրախ եմ, որ Եվրոպայում ամբողջ հայերը հեղեղել են այդ դասական երաժշտության սֆերան, շատ ուրախալի է, ճիշտ է, ես անձամբ ճիշտ ասեմ չեմ սիրում, բայց գերմանացիների մոտ դա շատ բարձր է գնահատվում։ Պատմական մասին ես ընտանիքի արասների մասին, մեր Հարութինների ընտանիքի ես չէի իմանում, հպարտացա, որ բավական նորմալ հարգված մարդիկ են եղել, որոնց անընդհատ առաջ են քաշել, լավ գործեր են տվել, պարգևներ են տվել եւ մարդկանց տվել են այնե գերմանացիք հային տվել են դղյակ ու ընդհանուր քաղաքների կառավարչություն եւ այլն։ Այսպիսի բաներ 1000-ից մեկ ալին ժողովուրդ ջան գերմանացի հետ չեք շփվել։ Ինքը կժպտա, երեսիդ կժպտա ու այնքան քո վրա դրական կլացի քո համար միշտ հիշեք, գաղութատեր երկրներ ունեն այդ հոգեբանությունը։ Կլացի եւ այլն ու կապացուցի, այնքան քեզ կհամոզի, որ դու եք կհավատաս այ մարդ, կարող է այս մարդը ճիշտ անում, չի ստացվում էլ ինքը ինձ որևէ բան ասի։ Կարող է ես եմ սխալ։ Անենց հա լացում, որ համոզում է, որ դու ես սխալ։ Դու հաստատ գիտես, որ կանոնը Գագո ինքը կարողանես լացի, համոզվեր գիտես ինչ Գագո մեր մոտ ընդունված չի վախենալու է բան, քո անունը ասենք ինչ ասեմ։ Գեորգա, օրինակ։ Եվ այս երկրում այսքան բանի հասնել, այդ հզորագույն բանը։ Հիշեցնեմ ձեզ, որ Բավարիայի հիմնական ազգը մոտավորապես 200 տարի խոսել են Կիլիկիայի հայերեն։ Երևի այդ հետքն է, որ Բավարիայում շատ է մնում, չնայած Բերլինում, Լայպցիգի եւ մնացած Դրեզդեն քաղաքների մոտ են հսկայական հայեր կան, որոնք աչք են ընկել։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, կրկին մաղթում եմ ձեզ լավ տոնական օր, սիրելի կանայք, մայրեր, քույրեր, բոլորդ առողջ եղեք, երջանիկ, սիրված, ուրախ, կարևոր ամենակարևորը առողջ, քանի որ եթե ջանը ցավ չեղավ, դու անկախ քեզնից կուրախանաս։ Իսկ հայ տղամարդիկ միշտ պարտավոր են սիրել, հարգել, ընդունել, պայքարել հայ կանանց համար։ Մենք ինչով եմ ես միշտ հպարտ եմ դրանով, որ աշխատելով Գերմանիայում ռեստորանային սֆերայում ես հիշում եմ ամեն օրվա այն աշխատանքը, որ 40 կամ 50 հոգանոց խումբ էր գալիս։ Այդ օրը ես ասում եմ բոլորից ստեսություն, ես գնում եմ հաշիվ պահելու մի ժամից կգամ։ Հայաստանում նման բան չեմ տեսի ու չեմ տեսնի, որ 48 հոգին ամեն մեկը հելնի իր հաշիվը պահի գնա։ Սա էլ մեր ազգային բարձր իրար հանդեպ հարգանքի դրսևորումն է։ Հիմա չասեք, հա դե էսա, այտենց աչ չկա, որ վատը չունենա։ Այսքանով ավարտում եմ, բերեք աղոթենք միասին, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, որ մենք միշտ լավ լինենք ուժեղ, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Բագարանում, Գանձակում, հաջորդ տարին Վանում, Մուշում, Սասունում, Բաբերթում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն։